Ժողովուրդ ջան, մի հատ էլ ողջույն բոլորիդ, քանի որ մի եթերը չստացեց, այդտեղ զրոյից ողջ ունենք։ Հուսանք լավ եք, Սաֆարյան ջան, դու մոտիկ իմ երեսը շատ են տեսնում, դու մոտիկն ես։ Ուրեմն վատն այս Facebook-ի, որ չենք կարող sense դնել, հեռախոսը ու նորմալ դուրս գալ, ոչինչ, այս ավելի մտերմիկ ինչ-որ ասոցիացիաներ առաջացնում։ Ուրեմն հայկական վեկտոր նախաձեռնության հետ կապված մի երկու բառով հեսա կխոսենք ու անպայման անդրադարձ կկատարենք Պուտին Փաշինյան կամ Փաշինյան Պուտին հանդիպմանը, որտեղ որ դու շատ ասելիքներ ունես, ոնց հասկացա։ Միասին կքննարկենք։ Հա, իսկ հայկական վեկտորի շրջանակներում ժողովուրդ ջան, թույլ տվեք հիշեցնել բոլորիդ, որ վաղը չեմի սորը շաբաթ օրը ժամը 11-ին Անի պլազայում տեղի կունենա մեր առաջին համաժողովը բանա մեր նախաձեռնության, որտեղ որ կներկայացվեն մեր գաղափարները, մեր ռազմավարությունը, պատկերացումները իրավիճակների շուրջ, իհարկե կլսենք նաև կարծիքներ, այնպես որ ովքեր կցանկանան ներկա գտնվել, լավ կանեք այս եթերի տակ պլյուս դնել, մենք տեսնենք տեղերը սահմանափակ են, նաև ունենք հրավիրված արդեն մարդիկ եւ մարդիկ ովքեր արդեն գրանցվել են, այնպես որ ինչքան շուտ կազմակերպվի դա, այնքան լավ։ Շնորհակալություն, ես եմ ուզում կներելի կոչին միանամ մեր նախաձեռնության բոլոր անդամների նախաձեռնողների կողմից, բոլորիդ ովքեր բոլորին չէ, բայց ովքեր որ իրենց հոգեհարազատ են համարում հայկական վեկտորով, ովքեր հետաքրքրված են համարում հայկական վեկտորով, սիրով սպասում ենք եւ ճիշտ նշեց Գնես Սարգսյանը, մենք բնականաբար ունենք սահմանափակ տեղեր եւ պիտի կազմակերպական նկատառումներով իմանանք այնպես անենք եւ անհատապես հրավիրված մարդկանց եւ այլ եղանակներով հրավիրված մարդկանց տեղավորենք եւ նաեւ ձեզ եւ այս առումով խնդրում ենք գրել այս եթերի տակ, ինչպես նաեւ մեր Facebook-յան էջին միանալ, Facebook-յան էջի ուրեմն իվենթի ներքո գրել ձեր մասնակցության մասին, որպեսզի մենք մեր հաշվարկները ճիշտ կառուցենք եւ մենք սիրով նախաձեռնողներով բոլորից սպասենք Անի հյուրանոցում, Սայաթնովա փողոցի վրա, չփոթեք, դա Վարդանանց փողոցի վրա գտնվող Անի Grand Plaza-ն չէ, դա Սայաթնովա փողոցի վրա գտնվող Անի հյուրանոցն է, Անի սրահն է, շաբաթ օր, հանգստյան օր, գիտենք որ բոլորի համար զբաղված ասում եք ինձ սկսում ենք, հայաբարի ասած, հե մաքսիմում 2-ին վերջացած կլինենք։ Մենք 2 ժամ եւ ոչ ավելի չենք խլի ձեր անձնական ժամանակից եւ նաեւ այդ օրը կտեսնեք նաեւ արդեն նախաձեռնության շատ անդամների, կլսեք նրանց, կլսեք մեր ծրագրային դրույթները եւ մենք տեղեկ կպայենք նաեւ մեր որոշումների մասին։ Հետագա քայլերին էլ առաջին ձեռքից կծանոթանանք։ Լավ, վեկտորի մասին դեռ կխոսենք, որովհետև տեխնիկական հագեցվածությունը այսքանով չի սահմանափակվելու առաջիկայում, վեկտորի ծրագրերը իր գործունեությունը անընդհատ լուսաբանելու է, երևի դուք մինչև նաև ոդքասթային տարբերակով, տարբեր միացումներով եւ այլն։ Հա, մենք ավելի լավ եթերներ ենք պատրաստում, ուղղակի տեխնիկապես որոշեցինք այսօր քանի որ խոսք ենք տվել Գնես Սարգսյանի հետ միասին լինել եթերում առաջիկայում, առաջի փորձից հետո ուղղակի մեր այս պահի ուրեմն լուծումը սադարավ եւ կարծում եմ աչի լինելու մանավանդ որ զրույցը շատ հետաքրքիր է։ Խոսքով տնավարի մենք մեր օսով։ Հա, մեկ էլ որ գրում եք, այդ պլյուսները մեկնաբանեք, այդ պլյուսները ինչ է։ Պլյուսները դա գալու է։ Գալու է։ Հա, մինուսները չեն գալու։ Հասկացանք։ Բայց մինուսը չեն դնել, էլի որ չտխրենք։ Սաֆարյան ջան, բանը Փաշինյան-Պուտին հանդիպումը բավականին լայն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում եւ ոչ միայն Ռուսաստանում, այլ հետխորհրդային երկրների տարածքներում, արդի ռուսալեզու հասարակության ամենաշատը խոսում են, որ այս ժողովրդավար երկրի մի փոքրիկ երկրի ղեկավարը ինչպես կարողացավ, ինչքան ճիշտ ու բան դրսևորեց, ինչպես արժևորեց իր պետության սահմանադրության կարևորությունը եւ այլն, կարողացավ Պուտինին անգամ միջև կոպիտ խոսույթ օգտագործվում, որին ես այդքան եմ դեմ չեմ բնականաբար, որովհետեւ տարածաշրջանային հեգեմոնիա, ուզենք թե չուզենք, ու մեր հարաբերությունները ինչ որ մեկի հետ, ինչ որ մյուսի հաշվին չպիտի լինի, այլ Հայաստանի Հանրապետության շահերից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից ելնելով։ Բայց այստեղ դու ասացիր, որ դու ունես պորտֆել ու հանրությանը ներկայացնելու որոշ փակագծեր բացելու։ Ես գիտես ինչից եմ ուզում խոսենք, որովհետև սրանք հարցեր են, որոնք մաշում են մեր հասարակությանը։ Ճիշտ ասած, այս ներսում իրար մաշելու process-ում իր սուրբ գործում ունի նաև իշխանությունը հանրարդարության, որովհետև մենք կարող ենք այս հարցերը վաղուց փակած լինել, եթե օրինակ պարոն Փաշինյանը ականջալուր լիներ տարբեր ֆորմատներում, առնվազն իմ կողմից հնչեցված եւ նաեւ հրապարակավ արված այդ կոչերից եւ պատերազմի քննության զեկույցը հրապարակվեր, որովհետեւ տեսեք 44-օրյա պատերազմի մեջ մենք այդպես մի օրում չենք մտել, մի արտահայտությունով ինչպես փորձում են որոշ վարդիկ ներկայացնել, մի արտահայտությունով չենք մտել։ Դա երկար ճանապարհ է եղել, որին շարժվել են Հայաստանն ու Արցախը, որոշ բաներ մեզանից թաքուն պահելով, որոշ բաներ ուրեմն սվաղելով, հա։ Եվ տեսեք նույն այդ խնդիրները ժայթքեցին եւ Մոսկվայում Փաշինյանի ու Պուտինի հանդիպման ընթացքում եւ դեռ ժայթքելու են, քանի դեռ իսկապես պեչատով ինչ-որ մի թուղթ չկա, արժանահավատ, որտեղ տեսեք նույն Արցախի հետ կապվածում կամ ՀԱՊ-ի հետ կապվածում անդադ փոխադարձ մեղադրանքներ են։
Եվ այս սուտը Այսինքն արձանագրում մի հատ գիծ չկա, որ ասենք քաշում ենք ու գնում ենք։ այո, այդ գիտը չկա։ Իդեպ բանին եմ ուզում, այդ որոշ ընկերներ օրինակ կարծում են, որ այսքան պատահածից հետո պիտի Հայաստանի ղեկավարը չպիտի այլևս գնա Մոսկվա եւ այլն։ Ինձ թվում է մենք բոլորս հասուն մարդիկ ենք, անկախ մեր վերաբերմունքից իշխանության նկատմամբ, անկախ այդ իշխանության մեջ գտնվող անձի ինքնությունից կամ անուն ազգանունից, որոնց ենք հասկանում, որ մենք այն վիճակում չենք մեկ, երկրորդը միջպետական հարաբերությունների էմոցիաների մասին չեն երկուս, որ ուղղակի այսպես դեմարշներ անես, չգնաս, խզես հարաբերություններ չստեղծելով նորերը եւ այլն։ Մի խոսքով, այս արդյունքը թվում է մեր հասարակության սթափատվածի մոտ փակ հարցա, գոնե adekvat մասա, բայց տեսեք, քանի որ մենք բոլորս թեվակողել ենք եւ թեվակողում ենք ընդրաշավի փուլ, այն ասած հոգի կրծող, մաշեցնող, մեզ մաշեցնող այդ դիսկուրսը ու մեղքով տեղի ունեցավ Արցախի հայաթափումը 23 թվականին Պրահայի վրա մեղք գցելով, այս ինչի համար է կարևոր, որովհետեւ տեսանելի է, որ մեր հայրենակիցների Արցախից փախստական դարձած մեր հայրենակիցների այս խնդիրները շարժվում են նաև ներքաղաքական առումներով։ Նաև չէ, հենց հիմնականում հենց շարժվում։ Մոսկվան, ինչպես Վլադիմիր Պուտինն ասում, ռուսամետ ուժերը փորձում են այդ խմբերին տրամադրել Հայաստանի Հանրապետության դեմ։ Դրա համար այս թեման, որը մենք քննարկելու ենք հետ միասին, չափազանց կարևոր է, որովհետև հերթական անգամ Վլադիմիր Պուտինը ըստ էության սուտ է արտաբերել։ Եվ հերթական անգամ ես կասեմ նախորդ անգամ էլ երբել արել, որոնց հերքերը ուղղակի գոնե մեր նման մարդկանց համար ովքեր առավոտի ծիրիկու քաղաքականության մեջ են, հետևում են, արձանագրում են, այդ ամեն ինչ արխիվացնում են, շատ արագ այդ ստերը բնում են։ Նախ շարունակվում է ասել, թե Արցախի Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ակնարկում է, դե դուք Պրագայում ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ժամանակ այդ ակնարկները գալիս են։ Դրա համար այդ թեման չի փակվում, որովհետև իշխանությունը, այն որ ասում 44-օրյա պատերազմ զեկույց, դա նաև արտաքին քաղաքական էլեմենտներն է, ինքը ռազմաքաղաքականը համակցված պիտի ներկայացնի, թե ինչը տարավ մեզ պատերազմի, ինչը տարավ Արցախի հայաթափմանը։ Եվ այստեղ Վլադիմիր Պուտինը ակնհայտորեն շարունակում է մեր թողից թույլ տրվի ասել պղտորել ջրել, պղտոր ջրում ձուկ բռնել եւ փորձել ասել մի սուտ, ես օրինակ կուզենայի, որ Փաշինյանը մի փոքր ավելի հիշացած լիներ իրան։ Փաշինյանը այս առումով իսկապես ասելիք ունի, որովհետեւ Հայաստանը այս այն խնդիրն է, որտեղ Հայաստանը ամեն ինչ արել է, որպեսզի Արցախում հայությանը պահպանի։ Հիմա ես կասեմ այն բոլոր իրեղենապատվիչները, որոնք դրա մասին են։ Ժողովուրդ, այսքան տեղից առաջ այստեղից սկսում են սենսացիաները երևի, այնպես որ տարածում են։ Սենսացիա չի, բայց ամեն գոնե ուշադրության հրավիրենք կոնկրետ։ Ինքը, որ ասեմ, ինչ որ բացառիկություն ունի, բայց մեր հասարակությունը շատ լավ պիտի իմանա, մանավանդ արցախցիների այդ հատվածը, որոնց մանիպուլացնում են, նաև հայաստանցիների հետ մասին, որ մանիպուլացնում են ու ներքաղաքական այդ դիսկուրսը թունավորվում այդ ստով, թե Հայաստանը գնաց Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ահա դրա համար առաջին հարցը, որ ծագում է այդ դեպքում եւ օրինակ կարար պարոն Փաշինյանը տար Վլադիմիր Պուտինին, որ եթե անգամ ընդունենք մի պահ, որ մենք Պրահայում ճանաչել ենք, արդյոք Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է, որ Ադրբեջանը ունի էթնիկ զտման իրավունք։ Այսինքն, եթե անգամ նույնիսկ Պրահայում առաջին անգամ վերջին 30 քանի տարվա ընթացքում 31-32 տարվա ընթացքում խոսքը վերաբերում է 22 թվականին, հա 22 թվականի 6-ին 7-ին են հանդիպել Պրահայում։ Եթե 22 թվականին առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ այդպես չի։ Այդ դեպքում արդյոք այդ տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է, որ դրանից չեղարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով Ռուսաստանը այնտեղ ըստ էության խաղապահ կոնտինգենտն է, խաղապահն է, հա, այսինքն դրանից դադարում էր արդյոք Արցախի ժողովրդին պաշտպանելու ռուս խաղապահների մանդատը։ Իհարկե ոչ։ Արդյոք դրանով ջնջվում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Եթե ջնջվում էր այդ դեպքում ինչի դրանից հետո մինչև օրս Ռուսաստանը հայտարարում է, որ այդ բոլոր հայտարարությունները ուժի մեջ են։ Ինչի անդադ շշշում, եթե հոկտեմբերի 6-ի 7-ի Պրահյան պայմանավորվածությունները այդ ամբողջը ջնջել են։ Այդ դեպքում ինչի է Ռուսաստան դրանից հետո շարունակում ասել, որ մինչև հիմա էլ ասում։ Մինչև հիմա անգամ դաշնակների բերանով են ասում, որ մենք վերադառնալու ենք դրան։ Սարգսյան ջան, հա, դա այդ է, մինչև հիմա Էդմոն Մարուքյանը, դաշնակները, Ռոբերտ Քոչարյանը բոլորն ասում են վերադառնանք նոյեմբերի 9-ին։ Բայց եթե Պրահան վերադառնանք կապիտուլյացիոն փաստաթղթ։ Եթե ասենք Պրահայում այդ ամեն ինչը ջրվել է, ինչին են վերադառնում։ Կամ նորից են վերադառնում։ Արդյոք դա տալիս է Ռուսաստանին որպես իդեպ ՄԱԿ-ի անդամության խորհրդի անդամ պետություն, որը հավելյալ պարտավորություններ ունի, որպես հայ ժողովրդի դարավոր բարեկամ, որը ելի պարտավորություններ դնում իր վրա, որպես 1997-98 թվականներին կնքված հայ-ռուսական մեծ պայմանագրով Հայաստանի դաշնակից պետություն,
Եվ որպես նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունով խաղապահի մանդատ ստացած կողմ արդյոք ինքը զրկվում էր այդ բոլոր պարտավորություններից եւ ոչ։ Հիմա ես առհասարակ այդ պարտավորվածությունները նշվել են հենց հաշվի առնելով այս քոթովարկածները։ Դե դրա համար եմ ասում, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հանգիստ կարող էր ասել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ այս ամեն ինչը Պրահա եւ այլ չի ջնջել այն պարտավորությունները, որը ունի Ռուսաստանը A որպես հայ ժողովրդի դարավոր բարեկամ, B որպես ՄԱԿ-ի անվտանգության գլխավոր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, G որպես ՀԱՊԿ-ի անդամ, D որպես Հայաստանի դաշնակից պետություն, որը նաև ռազմատեխնիկական փոխօգնության Բայց կարող է այդ ամեն ինչի մասին փակ տեղում են խոսել, որովհետև բացատրված Չեմ կարող ասել, բոլոր դեպքերում ես չեմ ասում վարչապետը փակ ասա ասել։ Ես ասում եմ, էլ ինչ կարելի է ասել, էլ ինչ կարելի է ասել, որովհետև ժողովուրդ ջան, որպեսզի քանի որ մեր հայկական վեկտորը մենք բոլորս այս տարիների ընթացքում անկախ նրանից այս միջև նախաձեռնությունը նաև բոլորս ամեն մեկս մեր ամբիոնում, մեր հարթակում կարևոր ենք համարում մեր ճշմարտությունը, մեր ժողովրդին, մեր հասարակության հասցնել, դրա համար այն որ Գնես Սարգսյանն ասում է պապկայով եմ եկել, հիմա այդ անցնենք այդ պապկային։ Եվ օդում հարցեր կախենք եւ այստեղի ռուսամետ ուժերին, ինչպես Վլադիմիր Պուտինն ասում, հա, միգուցե իրան կարողանան հանդիպել իրենց համար շատ մտահոգվող Վլադիմիր Վլադիմիրովիչի եւ օրինակ այդ հարցերը, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ եւ քեզ չի լսում, իրանց լսում է, իրանց բոլոր ցանկությունները բավարարում անգամ միջպետական բանակցություններում Նիկոլ Փաշինյանի առաջ խնդրվում է, որ թողեք, որ իրանց գրանցեն, քանի որ իրանց լսում են, այլ լավ կլինի այդ խնդիրները բարձրացնել։ Հիմա գանք հերթով ըստ փաստերի։ Հաստ առաջին 2008 թվական ժողովուրդ ջան Նիկոլ Փաշինյանը չկա, Թավշյա հեղափոխությունը չկա, երկրում Հանձան ներողություն մտ նախաբան անենք նոր անցնենք, էլի, որովհետև ոնց հասկանում եմ մենք հիմա բանի Արցախյան հարցով կամ Ռուսաստանի հետ կապված հարցով քաղաքական բեքինգ ենք իրականացնում։ Կարելի է այդպես ասել։ Այո։ Դե եկեք ուշադրի լսենք։ 2008 թվական 2008 թվականի հուլիսի 3 դեկլարացիա որը ստորագրվել է 2008 թվականի հուլիսի 3-ին, ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի, այն ժամանակ Պուտինը ռակետով էր արել։ Մեր մոտ էլ արդեն Սերժոնով է։ Այո, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության չկար այս իշխանությունը, չկար Պրահան, եւ Վլադիմիր Պուտինի շատ վստահելի եւ իր կողմից տեղապահ նշանակված Դմիտրի Մեդվեդևը գնում է Ադրբեջան եւ ստորագրում է մի պայմանագիր, որը կոչվում է Декларация о дружбе и стратегическом партнерстве Российской Федерации и Азербайджана։ Այրեն թարգմանում ենք բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հրճակագիր Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ 2008-ին, որովհետեւ մենք մենակ 22-ից ենք տեղյակ։ Հիմա գալիս ենք։ Պրահայից առաջ այդ բոլոր ստերի հերքումն ենք անում էլի ձեր հետ միասին։ Երկրորդ բաժնում Սա միջպետական պայմանագիր անկերներ։ Միջպետական պայմանագիր է, սա հայտարարություն չի, ելույթ չի, Վլադիմիր Պուտինի ասուլիսը չի, որը տեղի ունեցավ 20 թվականի նոյեմբերին, որտեղ ինքը կրկնեց, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայինորեն պատկանում է Ադրբեջանին։ Հիմա սա 2008 թիվն է, չկա Նիկոլ Փաշինյանը, չի արել Արցախի Հայաստանի եւ վերջ հայտարարությունը, պատերազմ չի եղել։ Մենք ժամանակ դեռ ասում են Երևանի ոչ էլ բոլորին համար շատ սիրելի Արտուր Հովհաննիսյանն ասել մենք հաղթում ենք կամ հաղթելու ենք, ոչ մի բան չի եղել, բայց Վլադիմիր Պուտինի երկիրը գնացել է եւ ստորագրել է մի պայմանագիր, որը մինչև օրս ուժի մեջ է եւ որը սրբորեն պահպանում Վլադիմիր Պուտինը։ Ինչ է գրել։ Կողմերը երկրորդ բաժնի առաջի պարբերությունն եմ կարդում։ Կողմերը ընդգծելով Եվրոպայում եւ աշխարհում ամբողջությամբ վերցրած անվտանգության կարեւորությունը վերահաստատելով միջազգայինորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխության անթույլատրելիությունը, ինքը ստորագրել են, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրել են համարում միջազգայինորեն ճանաչված սահմանների փոփոխություն, բռնի փոփոխությունը, ուժով փոփոխությունը, հայտարարելով հարավային Կովկասում եւ Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության ամրապնդման իրենց պատրաստակամությունը, սա մի պարբերություն է։ Այնուհետև կողմերը Պարզապես ռուսերից թարգմանել են կողմերը ընդգծում են, ես լավ կլինի, քանի որ սփյուռքահայ ընկերներ ունեն, ես կուզենայի ռուսերենը կարդայի։ Կողմերը ընդգծում են այն կարևորությունը, որը նրանք տալիս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այդ թվում Ռուսաստանի համանախագահությանը հետագայում ջանքեր գործադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության
խաղաղ կարգավորման գործում։ Ուշադրություն դարձրեք։ Առաջին մասով ասեցին, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ճանաչում սահմանների, միջազգայինորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխությունը, երկրորդ մասով ասեցին կարևորում ենք Մինսկի խմբի գործը, ջանքերը, առաջկա ջանքերը, առաջի հերթին Ռուսաստանի որպես համանախագահ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Այնուհետև երրորդ կետում կողմերը ընդգծում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ առաջին հերթին պահպանելով եւ իկատար ածելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները Ռուսաստանը ստորագրել է անկերն սրտակ։ Ինչպես նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 հայտնի բանաձևերը եւ ԵԱՀԿ որոշումները։ Ահա, այս մի կետով էլ Ռուսաստանը պարտավորություն է վերցրել, որ Ադրբեջան ջան, քո միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը ուժով փոփոխված միջազգայինորեն ճանաչված սահմանները վերականգնելու ենք իրար հետ։ Ես որպես համանախագահով վերականգնելու։ Սա գրել է եւ ստորագրել է Վլադիմիր Պուտինի տեղապահ Դմիտրի Մեդվեդևը։ Եվ վերջապես վերջի բաժնում գրել են, որ կողմերը պետք է նպաստեն փախստականների եւ տեղափոխված հակամարտությունից տեղափոխված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձ։ Դե հիմա ինձ բացառ 2008 թվին, ասենք, եթե տարածքներ հետ չենք տալիս, այն տարածքները, որոնց այսպես ասած Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրում է Վլադիմիր Պուտինը եւ Պրահային։ Այդ ուր էր հետ բերում այդ փախստականներին, որ ստորագրում էր, ասում ես որպես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող Պարտավորվում եմ, որ շուտափույթ հետ բերենք ադրբեջանցի փախստականներին եւ կոնֆլիկտից տեղահանված անձանց իրենց բնակության նախկին բնակարանը։ Վստահաբար իմ կարծիքով Սաֆարյան ջան, այդ ժամանակները հաշվարկներն են մոտավոր արել թե ինչ տվող փախստականների մասին է խոսքը, ու այս 300,000 թիվը որ վերցրել են, ընդդիմությունը շատ ասում է թիվը կիրառել, եթե կբերեք կտեսնեք, արդեն իրենք այստեղ ահագին բաներ առաջընթաց են։ Շատ ճիշտ է։ Ամեն շատ զբաղուցապլանական։ Ու կներես ամենավատ բանը, որ Արցախահայությանը, այսինքն Արցախի էթնիկ բնակչությանը բերում են իջացնում հասնում փախստականների մակարդակի զրույց։ Չէ, դու այդ ուրիշ խնդիր է, դա ուրիշ ողբերգություն է, այստեղ հարցը նրանում է, որ ինքը լինելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցը գնացել է, ասել է, քո հետ իմ հարաբերությունները բարձրացնում եմ ռազմավարական գործընկերության մակարդակի լավ ես անում, քո իրավունքն է, բայց այնտեղ ասել է, սրա գինը, որ ես վճարում եմ, այնն է, որ ես ճանաչում եմ, որ քո սահմանները ուժով փոփոխվել են, ես ու դու այսուհետ համագործակցելու ենք, որ դրանք վերականգնվեն, ես ու դու համագործակցելու ենք, որ քո տարածքային ամբողջականությունը պահպանվի, ես որպես համանախագահ պարտավորվում եմ, որ այդ կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում քո, վերադարձվենք քո տարածքները եւ փախստականներից վերադարձվենք շուտապույտ կամավոր։ Ինչին էլ հետևեց արդեն մեծ բացեով զենքերի բաժան։ Ամբողջ խնդիրը այս հələ մի փաստաթուղթն է։ Սա Պրահայից քանի տարի առաջ է, 18 տարի առաջ է։ Վլադիմիր Պուտինը կանգնում է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ասում է. «Դե գիտեք, դուք Պրահայում ճանաչեցիք, 14 տարի, մենք էլ 14 տարի»։ Հիմա ասենք այս կարգի բաները հասարակությունը հասարակության տեղյակ չեն պահել, այն խեղճուկրակ Արցախից տնավեր փախած մարդկանց տեղյակ չեն պահել ու մարդիկ էլ մտածում են հա էլի Նիկոլ Փաշինյանը գնաց մի հատ բանավոր հայտարարությունով ճանաչեց տարածքային ամբողջականությունը եւ մենք տնավեր դառանք ու այդ մարդկանց օգտագործում են ունդեն Հայաստանի Հանրապետության։ Այդ ժամանակ մենք ունենք լրագրողներ, հետաքննող լրագրողներ, համարձակ լրագրողներ, որ այս ամեն ինչը լուսաբան էին, քննարկում կազմակերպեին եւ այլն։ Այս մի փաստաթուղթը ցույց տանք էլի օգոստոսի 2008 թվականի հուլիսի 3 ստորագրված Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի կողմից միջպետական պայմանագիր։ Մարտը ուղիղ տեքստով ասել է, որ Արցախի հիմա գալիս ենք մյուս փաստաթղթին։ Ասենք ով էր բռնել Ռուսաստանի ձեռքը, որ ինքը այս մի փաստաթղթեր էր ստորագրում ու Պրահայից առաջ։ Նիկոլ Փաշինյանը չի գնացել Պրահա։ 22 թվական 2022 թվական, երբ Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները առնվազն գտնվում էին այնքան մասում, որ գտնվում էին։ Շուշին էլ տվել էինք Հադրութի հետ միասին։ Հիմա 22 թվականին արդեն Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վրա հարձակվելուց ուղիղ 2 օր առաջ, 24-ից 2 օր առաջ, փետրվարի 22-ին, Պրահայից մոտ մի 8 ամիս առաջ գնում է եւ Ադրբեջանի հետ ստորագրում է եւս մեկ փաստաթուղթ, պայմանագիր, որը կոչվում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխհարաբերությունների մասին հռչակագիր, ժողովուրդ ջան, անվանումը խնդրեմ։ Այս արդեն մենք ժողովրդավար Հայաստանում կրեմ այս երկու փաստաթուղթներ Կրեմլի կայքից քաշած փաստաթղթեր են։ Միջև հիմա Վլադիմիր Պուտինի կայքում դրված են, բայց Վլադիմիր Պուտինի
լեզվի տակ ոսկոր չկա, ասում չի եղել 2008 թվականի հուլիսի 3, չի եղել 2022 թվականի։ Էլի ես եմ եղել, մեծ եմ եղել։ Էլի մեծ էսպեկտը բայց X-ն է։ Դա եմ ասում։ Այս անգամ ինքը գալիս ասում է, որ հղում կատարելով 97 թվականի հուլիսի 3-ի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված է ինչ պայմանագրին 2008 թվականի հուլիսի 3-ի այս ձեր համար կարծած փաստաթղթին, այսինքն այն որ չել թռնում, ասում է ոչ Մեդվեդևի այս ստորագրատին դեր կանելով, այ ինչպես որ սա խոսք ենք տվել եւ կատարել են 20 թվականին եւ բայց մեր բառով էլ կասենք, չէ 97-ին է ինչա։ 97-ը դա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ստորագրված բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին, որը հետո վերածվել է ռազմավարական գործընթացի։ Այո, սա այն ամենասկզբի խսամից հետո եւ որ բոլորս առաջին քայլով ասած ասած մի թեթև ֆունդամենտ էին գցում, բայց իրանք արդեն 2008 թվականին ռազմավարական գործընկերություն շենք են գցել։ Դրա համար ես սկսեցի ոչ թե այս 97 թվականը չեմ անում, չնայած 97 թվականն էլ ընդեղել է նույն սկզբունքները, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնությունն այդ միջազգային յոգի սկզբունքները, Ալմաթա, որովհետեւ Ալմաթին էլ է Ռուսաստանը պատրաստել եւ ստորագրել տվել բոլորիս։ Որը հիմա ոնց որ չի ուզում։ Հա, հիմա ասում է դուք Ալմաթին մի ճանաչեք, ասենք ինքը ճանաչել է առ այսօր չի ասել որ դա չի գործում, բայց ասում է չէ դուք մի ճանաչեք, որ հավերժ կոնֆլիկտ ունենաք։ Որ կարողանամ ես էլ երբ պետքա մահակը։ Ահա, հիմա եւ ասում է, այս ամեն ինչի հիման վրա ու նաեւ հենվելով 2018 թվականի սեպտեմբերի 1-ին նախագահ Ալիևի եւ նախագահ Պուտինի համատեղ հայտարարության վրա, այստեղ այս 18 թվականի սեպտեմբերի 1-ի այդ հայտարարություններ կա։ Եվ դրանով գնում է, ասում է, ինչ ասում, ասում է Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային հարաբերությունների հիման վրա, հա, հարգելով փոխադարձաբար հարգելով միմյանց անկախությունը, պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, երկու երկրների սահմանների անփոփոխությունը։ Դա 2022 թիվն է ժողովուրդ, կարդում եմ, մինչև Պրահան 8 ամիս առաջ։ Էլ ճանաչում է սահմանների անփոփոխելիությունը։ Ինչպես նաև հավատարիմ լինելով մեկ մյուսի ներքին գործերին չխառնվելու սկզբունքին, իրավ հավասարությանը եւ փոխշահավետությանը, ինչպես նաև վեճերի ուրեմն խաղակարգավորմանը եւ ավելին ուշադրություն դարձնել չկիրառելով ուժ կամ չդիմելով ուժի սպառնալիքին։ Հիմա Ռուսաստանը սա տակել է ստորագրել, բայց անցնենք սրա ավելի կարևոր մասին։ Այստեղ իհարկե 8-րդ կետում այս պայմանագրի իրանք կարևորել է որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է կատարում, ընդգծել է Ռուսաստանի դերը 20 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունները դադարեցնելու առումով։ Այս գլուխը քարը իրար գովել են, ինքը գովել է Պուտինին, այդ մեկ մենք էլ ենք արել, մենք էլ ենք անում եւ այլն։ Հիմա բայց 11-րդ կետում էլի գրել են Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն Պիրիսիկայով ո՞նց կթարգմանենք։ Չէ, չեզոքացնում են։ Միմյանց տարածքներում չեզոքացնում են այն բոլոր կազմակերպությունների եւ անձանց գործողությունները, որոնք ուղղված են տվյալ երկրի պետական ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Այսինքն արդեն ստացավ իրավունք քաղաքական ղեկավարությանը գերի տանել։ Այս արդեն էթնիկ զտման իրավունքն է, որը Պրահայում ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ստորագրել տվել Ադրբեջանին, այլ Վլադիմիր Պուտինը, խաղապահ Վլադիմիր Պուտինը ասել է, այո, որևէ մեկից տարածքում եթե լինեն անձինք եւ կազմակերպություններ, որոնց գործունեությունը ուղղված լինի տարածքային ամբողջականության խախտմանը, սահմանների փոփոխմանը, ապա մենք իրավունք ենք տալիս, իրավունք ենք ունենում Պիրիսիկայած չեզոքացնել այդ վտանգները։ Հիմա սա այլ կերպ չես կարդա, քան էթնիկ զտման իրավունքի ամրագրում։ Բնական է, դեղով վերահսկելու որ բանին, ասենք Պողոսին հաստատ ադրբեջանցիները եկան տարան որովհետև, թե որովհետև։ Բայց ուրիշ բան հիշենք։ Չէ որ սեպտեմբերի 19-ին 23 թվականի երբ Ադրբեջանը 10-ամյա շրջափակումից հետո, 10-ամյա շրջափակումից հետո գնաց այդ գործողությանը, ինչ դրեց իր անունը։ Հակատերորիստական գործունեություն։ Ինչ ասեց Մարիա Զախարովան, ասեց Ադրբեջանի քայլերը եղել են հակահավաքչական գործողություն։ Հիմա շարունակում ենք այս կետը սիմետրիկ ուկրաինական գործողություն։ Այո, որովհետև պատահական չենք շեշտում, որ 2 օր առաջ Ուկրաինայի հարձակումից 2 օր առաջ ստորագրել է, որովհետև ինքները նույն բանն անելու ընդեղ Ուկրաինայում։ Ուղղակի մի 10 ամիս Ալիևին էլ 11-16-րդ կետերով տվել է նույն իրավունք, ինչ ասել։ Անվտանգության ապահովման նպատակով աջակցելու համար խաղաղության եւ կայունությանը Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել միմյանց օգնություն ցուցաբերելու հնարավորությունները
ՄԱԿ-ի ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով հաշվի առնելով կողմերի յուրաքանչյուրի միջազգային ստանալու պարտավորությունները։ Սա դեռ մի փոքր մի կողմ ենք 18-րդ կետը, ամենակարևոր կետը, կետերից մեկը։ 11-րդ եւ 18-րդը իրար հետ կապ ունեն այս պայմանագրերի։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը հակազդելու եւ չեզոքացնելու միջազգային terrorizmi սպառնալիքները, միջազգային terrorizmi, ծայրահեղականության, էքստրեմիզմի եւ սեպարատիզմի անջատողականության դեմ պայքարում։ Ղարաբաղը ինչ է անջատողականության դեպքում։ Այսինքն ինքը ասում է Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները գործողության վրա էս աշտուփակյոտ ավելին համագործակցում են, իրանք միավորում են իրենց ջանքերը հակազդելու եւ չեզոքացնելու այն վտանգները, որոնք ուղղված են միջազգային ահաբեկչությանը, ծայրահեղականության եւ սեպարատիզմին, տրանս ազգային, այսինքն վերպետական կազմակերպված հանցավորությանը, սպառազինության անօրինական շրջանառությանը, հիշեք ինչ էին ասում էին Հայաստանից զենք ագնում ընդեր, ականներ ագնում, չէ՞, կարծում դրա մասին։ դա ասում էին 20 թվականից հետո Հայաստանը նոր ականներ ագնում։ Միջազգային դատարանում, Լաչինի միջանցքը փակվել է այդ հիմնավորում Հայաստանից Արցախ զենք է մտնում։ Դրա հիմնավորում, որը ինքը իրան մեկնաբանել է այս պայմանագրով, Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկնաբանել են որպես անջատողականությանը Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցություն եւ հետեւաբար քանի որ այս 18-րդ կետով պայմանավորվել են որ իրանք ջանքերը պետք է համատեղեն իրանք համատեղեն փակեցին միջանցքը բայց ստեղծված ուրիշ բաներ կա այս ամեն ինչի մեջ նաեւ գործողության առումով ստացվում է Ռուսաստանի մեկնաբանությամբ որ բանը այնտեղի ապրող հայ ժողովուրդն է վտանգնու այս խմբավորումները վտանգ են ներկայացրել ադրբեջանցիներին չէ այսինքն այս խաղաղապահ կոնտինգենտը ոսպես ամեն ինչ արել են որ բան լինի ու բնական է այդ հանցագործները էթնիկ զտման են երթարկվել էլի այսինքն մենք պաշտպանել ենք դա այսինքն իրանք ստեղ մաքրում են իրանք Ղարաբաղի բանակը դիտարկվել է որպես էքստրեմիզմի, տերորիզմի կազմակերպված հանցավորության խմբավորում Արցախի քաղաքական ղեկավարությունը դիտարկվել է որպես անջատողականներ Արցախի սովորական մարդիկ ընկալվել են որպես անջատողականության ուղղակի նպաստող մի բան։ Իսկ այդ ամեն ինչի դեմ Ռուսաստանն ու Ադրբեջանը գրել են պայքարելու ենք միասին։ Դրա համար միասին սահմանը փակեցին, բայց շարունակում են։ Այս ամբողջը ուրեմն նարկոտիկների եւ այլնի մարդկանց առևտրի ուրեմն ինֆորմացիոն կոմունիկացիոն տեխնոլոգիաների շրջանառություն եւ այլն, բայց այստեղ ամենակարևորը նա է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ասել են մենք մեր ջանքերը միատեղելու ենք, որպեսզի չեզոքացնենք եւ վերացնենք մեզանից յուրաքանչյուրին ուղղված անջատողականության, ծայրահեղականության եւ տերորիզմի դա արդեն գիտենք մեկնաբանությունների դաշտում ուր տարա։ Հիմա գալիս ենք այս պայմանագրից եւս երկու կետի 29-րդ կետում ասում է այս 20-րդ այս երկու կետերը կապ ունեին Արցախը բնաջնջելու եւ էթնիկ զտելու հետ 29-րդ կետերը միջանցքի հետ կապ ունի այս գործակի 29-րդ կետը կողմերը մտադիր են հետևականորեն զարգացնել իրենց պոտենցիալը տրանզիտ տրանսպորտային փոխազդեցություններում, այսինքն ճանապարհներում, օգտագործելով տեխնոլոգիաներ, ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի տեխնոլոգիաներ եւ технические и экономические условия для устойчивого полномасштабного функционирования международного транспортного коридора Север-Юг։ Այսինքն այդ հյուսիս հարավը, որը պետք է կապեր Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, ասում է, այս ճանապարհը մենք պետք է գծենք։ Այս գինն է։ Այս Ղարաբաղի ճանապարհը, որ իրանք ուզում էին հաստատեին Ադրբեջանի բանով եւ վճարում էին Ադրբեջանի ուզածը, այս ճանապարհն է նաեւ գինը։ Բայց երկրորդն էլ կա։ 30-րդ կետը հյուսիս հարավը։ Стороны будут поддерживать усилия друг друга в решении вопросов обеспечения безопасности и бесперебойного функционирования международных транспортных коридоров, проходящих через их территории, и предоставляют друг другу благоприятные условия для транзитных перевозок в рамках национального законодательства и двусторонних договоренностей. Est վերաբերվում է միմյանց տարածքով տրանսպորտային կորիդորների գաղափարին, սա ինչի է կարևոր, որովհետև այս ընդվերն է, եւ որ 22 թվականին Ադրբեջանն ու Ռուսաստանը ընկել էին Հայաստանի բկից բռնել էին, ասում էին միջանցք պետք է տալ, որովհետև ում պետք է տալ Ռուսաստանը պետք է տալ։ Եվ Ռուսաստանի ու Ադրբեջանի կապը այդպես կոչված Զանգեզուրյան կորիդորով հենց դա է, որ Ռուսաստանն ասում էր, ես որ Հայաստանից վերցնեմ այդ միջանցքը Զանգեզուրի, այ այս կոմոդով դու ես երաշխավորվում Հայաստանի տարածքով էլ քանի որ դա ինձ է տրված, ես եմ Ադրբեջանը դառնում է խաղաղ։ Սա ժողովուրդ ջան, այս ամբողջը Ղարաբաղի դավադրության փաստաթուղթն է, ինչպես որ սա 20 թվական, այս 2008-ը սա
20 թվականի պատերազմի համաձայնությունն է 2008 թվականի։ Սա 23 թվականի Արցախի էթնիկ զտման համաձայնությունն է։ Այս երկու փաստաթղթերը դրա մասին են, որտեղ հիմա ես շատ լավ կլինի, որ մեր արցախցի եղբայրները քույրերը այս ամեն ինչին, չնայեն, նայեք, հարցը ինչի դուք մեզ կընդունեք, թե չէ, թե դուք կոնտրոլացիոն կապ չունի, բայց ձեր մեկնաբանություններում, ձեր մտքի մեջ իմանաք ճշմարտությունը ու գնահատականներ տան։ Ոչ թե, չնայած արցախցիների մեծամասնությունը պիտի ասեմ, որ հիանալի հասկանում adekvat են։ Մի խումբ կա, որը սենց ուղղակի կուրացած։ Այդ խմբից ամենտեղ կա, մենակ Արցախում չէ, Բանգլադեշում էլ կա, ասենք, ասած ասում։ Դե դրա համար եմ ասում, մեր նպատակը, մեր հայկական վեկտորի բոլորիս նպատակը մինչև ցայլ է եղել այս ճշմարտությունը հասարակության հասցնել։ Հիմա էլ այդ ճշմարտության վեկտորը գծելը դրա Եվ նաև զուգահեռ գործել, որովհետև ճշմարտությունը ասելը մի բան է, դրանից բխողությունները վերցնել մեր ուսերին մի քիչ այլ բան է, որտեղ որ ձեր աջակցության կարիքը ունենալու են։ Բայց հիմա գանք վերջի բանին։ Հիմա այս երկու փաստաթուղթն Ժողովուրդ ջան, ինչպես տեսաք, կնքվել է, մեկը կնքվել է մինչև Նիկոլ Փաշինյանը նույնիսկ, եւ որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես թերթի խմբագիր էր, այս մեկն էլ կնքվել է այն ժամանակ, եւ որ Արցախը մենք համաձայնել էինք ռուսական պլանին եւ տեղակայվել էին ռուս խաղապահներ, հավատալով, որ նրանք Արցախում գոնե խաղապահ գործառույթ իրականացնելու այդքանին պահելու են։ Այս արիուտես որ տարընկալում է եղել։ Հիմա գանք մի հատ ավելի դաժան բանի։ Ուրեմն ներողություն ժողովուրդ ջան, խնդրում ենք եթերը տարածել, ովքեր կեսից են միանում, պիտի ասեմ, որ կարող եք մի հատ սկզբից դիտել, որպեսզի ավելի լավ հասկանաք ինչ կարևոր թեմաների մասին է խոսքը։ Հիմա գալիս ենք եւս մի բանի։ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ամռան վերջին եւ աշնան սկզբին էլի միջև Պրահան Հայաստանում ընդունում է Խովայևին, որին Վլադիմիր Պուտինը նշանակել էր որպես բանագնաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստելու, ստորագրելու, որը նաեւ ներառում է Ղարաբաղի պահերը։ Հիմա ինչ կա թվականի 22 թվականի, բայց Պրահան չի եղել, հիշեք, Պրահան եղել է 22 թվականի աշնանը հոկտեմբերի 6-ին 7-ին, 6-ի երեկոյան մի հատ հանդիպեցին, 7-ին գնացել է հիմնական բանակցությունները։ Պրահայից առաջ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետությունը ընդունում են այս բանին Խովայևին։ Խովայևը գալիս է, ասում է ժողովուրդ ջան, դե քանի որ չեք կարողանում իրար հետ պայմանավորվեք Ղարաբաղի մասով, մենք առաջարկում ենք Ղարաբաղի կարգավիճակը թողենք հետոյին։ Հիմա ես ուզում եմ դա գտնեմ։ Դա այդ հայտնի հայտարարության ժամանակ էր, որ պլանկան իջացնելու մասին է խոսում, թե այդ պլանկան ավելի առաջ է։ Այդ պլանկան ավելի առաջ է եղել։ Այդ պլանկան լավորից չի, որ Հայաստանը իջացրել է, որովհետև աշխարհում ոչ մի պետություն չի ասել, որ մենք քո կողքը կանգնելու ենք, եթե դու անկախություն ուզես, բայց այդ թուղթը ոնց որ թե ես թողել եմ այ այնտեղ։ Ես մի հատ խնդրեմ այդ թուղթն ներես, որովհետև դա Խովայևի պլանն է։ Ամառը գալիս է, հա, ամառը գալիս է պարոն Խովայևը, այս թուղթն է ժողովուրդ ջան Ռուսաստանի Դաշնության, ինչպես Վլադիմիր Պուտինը ասել, ռուսամետ ուժերի պատկանող լրատվամիջոցում հայտնված թուղթ է, այսինքն ռուսներն են սլիվը տվել, հայերեն, ոչ հայերեն ասած, արտահոսք են տվել 168 ժամ թերթում, հա, որ չասեք էլի, որ ասենք ոչ CVK-ից ենք վերցրել, ոչ հայկական ժամանակից, բան 168 ժամը տպում է Խովայևի պլանը։ Ինչ է նշանակում այդ պլանը։ Համ ըստ այդ պլանի պետք է տեղի ունենալ հետևյալը։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի երակոմ հայտարարության 9-րդ կետով, 9-րդ կետը գիտեք չէ՞ ինչ է, ճանապարհը, Զանգեզուրի միջանցք կոչվածն է, այսպես ասած, ինչպես իրանք են մեկը։ 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումն է, այն է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանային ծառայությունը։ Այն որ առանձնացրել է այդ կետը 22 թվականի պայմանագրի 18-րդ կետը, հենց դրա համար է առանձնացրել, որովհետեւ սա բոլորն եղել է մինչև Պրահայի փաստաթուղթը։ Այսինքն միջանցքը տալիս են, որպեսզի նայել ադրբեջանցիների համար, Ռուսաստանի FSB-ն ադրբեջանցիների համար անխոչնդոտ երթևեկություն ապահովի նա մեր տարածքում տա Ադրբեջանը մեր տարածքը, Ադրբեջանը իր տարածքում տա Ռուսաստանի իր ճանապարհները, Ռուսաստանը մինչև Մեղրի, մինչև Իրան գնա։ Հիմա տարանցիկ մացատուրքերի հարցը որը այսօրվա դրությամբ գլոբալ լուրջ հարց կառաջացներ։ Այո։ Տարանցիկ մացատուրքերի հարցը կքննարկվի։ Երևանի եւ Բաքվի միջև սահմանների սահմանագծում եւ սահմանազատում, ըստ այդ պլանի, սահմանների ճանաչում, ՌԴ գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն։ Ժողովուրդ ջան, այս Ռուսաստանի նախագահն է գրել, Իրանը ներկայացուցիչն է գրել, մինչև Պրահան։ Գրել է Երևանի եւ Բաքվի միջև սահմանների սահմանագծում եւ սահմանազատում, դու ասես սահմանների ճանաչում Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն։ Հիմա ասեք ինձ խնդրում եմ այդ որ սահմանով էր ճանաչում Ռուսաստանը, եթե այսքան տեղ գրել է միջազգայինորեն ճանաչված սահմանները, ասենք այդ սահմաններ ինքը եւ որ Խարվաճարը հանձնում էին, եւ որ Քաշաթաղը հանձնում էին, գիտես, այդ պայմանական սահմաններն է ինքը գծել, այդ GPS-ով որ 20 թվականին արագ-արագ ապալ-տապալ սահմանագծում էին պարտադրում։ Հիմա մինչև Նիկոլ Փաշինյանը Պրագա կգնար, Ռուսաստանը ինքն է պատրաստել փաստաթուղթ, որ մեր գլխավոր շտաբում եղած քարտեզներով ձեր երկուսի սահմանները պետք է գծվի։
Սա կարևոր բան է, որովհետև հետո իրանց կողմից ռուսամետ սրբազան շարժումներ եւ այլ, ասում են չէ, սահմանը չպետք է գծվի։ Բայց Ռուսաստանի պլանը, Խովայևի պլանը 22 թվականի օգոստոս-սեպտեմբերի սկիզբակ, Ժորժը Պրահայից մի ամիս առաջ Պրահայից իրանք ասել են մեր առաջարկը հետեւյալն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանները պետք է գծվեն մեր մոտ եղած քարտեզներով, իսկ իրանք մոտ եղած քարտեզներում կներեք Ղարաբաղը մերը չի եղել։ Հիմա գանք հաջորդին։ Արցախի հարցը առանձին կետով Ենթադրում է դրա լուծումը թողնել ապագային, պահպանելով 20 թվականի նոյեմբերի 10-ի ձեռք բերված ստատուս քվոյի կարգավիճակ եւ այն լուծել ամուր խաղաղության հաստատումից հետո։ Այսինքն Ռուսաստանն առաջարկել է, որպեսի մենք կարևոր մեկնաբանություն ունենք, մի հատ կներես էլի, ուրեմն Ազատ ջան, տես, մտել ես այստեղ խոսում ես, նախ վիրավորում ես լսարանին, ասում ես որ այստեղ լսարանը, չգիտեմ, Եհովայի վկաներ են, դու այդ Բախ ես պատիվա բերում դու Եհովայի վկաների դու լոջիկով տղա ես, Եհովայի վկաների տեղն եթե ցույց տամ, դժվար թե այնտեղ երկու բառ ասես մեկ։ Երկրորդ ասում ես թե լսողների մեծ 90%-ը չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Հիմա ես քեզ ասեմ, այո, մեր ժողովրդի 90%-ը մինչև այսօր չի հասկացել, եւ այս եթերը նաեւ դրա մասին է, ու մեր եթերները այնքան են լինելու մինչև մեր ժողովրդի 100%-ը հասկանա, թե իրականում ինչն ինչոց է, ու կարծում եմ դրա համար է որոշների որոշ բաներ մռմռում, որ սկսում ենք հանրությանը տեղեկացնել ու հասկանում, մի անգամից չի հասկանա, երկուս է կասենք, 5-ն էլ կասենք, 50-ն էլ կասենք, որովհետև մենք շահագրգռված ենք, որ մեր քաղաքացիները հասկանան ու իմանան, ոչ թե շահագրգռված ենք, որ մոլորեցնենք նրանց։ Ինչպես որ ժամանակին կարծել են, որ մեկը մարդիկ չեն հասկանա, եկեք այս 2008 թվականին այս նյութը չհրապարակենք, եկեք Լիսաբոնը չլուսաբանենք, չքննարկենք, Մադրիդի սկզբունքները, մեկը ժողովուրդը չի հասկանա, ինչ ուզենք անենք, դա չի լինելու այլևս։ Հիմա դու կուզես այստեղ շարունակիր լսել ու մի երկու բան քեզ համար պարզել, գոնե գնալ քո տեսակետների հետ համեմատել։ Հասկանու՞ս, գոնե ինքդ քեզ հետ անկեսնել։ Հետո նոր մնացածը արդեն կխոսենք, լավ։ Իսկ լսարանի առումով որևիցե մեկը այլևս չփորձի ընդհանրական ստեղ գնահատականներ տա։ Մոտավորապես էս։ Ես մի քիչ ավելի հանգիստ տոնով, Ազատ ջան, ինչից ես վախեցել։ Ճշմարտությունից։ Վախեցել ես, որ երկրում կարդալ գրել իմացող մարդիկ կա, որոնք պայմանագրեր են կարդում, հասարակության մյուս կարդալ գրել իմացող մարդկանց թղթեր դեմ տալ կամ ցույց տալ, ինչից եք անհանգստացել, ում համար եք անհանգստացել։ Հանկարծ պարզել է Իրանը, որ Կրեմլի կայքը հասանելի է։ Ախր այդպես պետք է անհանգստանայիք, որ Ղարաբաղը ձեռներիցս ստանում էին, հա, սկզբից թղթերով էին տանում, այդպես պետք է անհանգստանայիք, մտնեիք Վլադիմիր Պուտինի պատերի տակ այդ թատրոնները տայիք եւ այլն։ Պետք է այդ բոլորը այն ժամանակ անեիք։ Ու եթե այդ ժամանակ ձեզ չհաջողվեր Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի արանքից փախցնել Ղարաբաղը, գոնե պետք է զենքը վերցնեիք, գնել Սարգսյանի մյուսների նման, գնայիք Արցախում, Ղարաբաղը այնտեղ պահեիք։ Էդ է Արցախի փրկության ճանապարհը։ Սկզբից պետք է կարդալ իմանայիք, այո, որ կարդայիք, որ հասկանայիք։ Ասում ես կարդացել են։ Լավ է, բա կարդացել ես, բա մենք էլ ենք, բա մենք այս խնդիրը։ Բա հիմա Վլադիմիր Պուտինը ասում է, այս ամեն ինչը չէր լինի, եթե 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրագայում չլիներ, բա մենք չասենք, բա Վլադիմիր Վլադիմիրովիչ, բա 2008 թվականի հուլիսի 3-ին ինչ է ստորագրել, բա 2022 թվականի փետրվարի 22-ին այն ինչ է ստորագրել, բա 2022 թվականի օգոստոսին Խովայևը այս թուղթը որ բերել է ուտեչկան էլ տվել է Սաթիկ Սեյրանյանի թերթում 168 ժամում, այս ինչ ես գրել, այս ինչ սահման ես ճանաչում, չէ որ դա դեռ Պրահա չի եղել, բա այն ժամանակ Վլադիմիր Պուտինին ու մյուսներին հարցեր չունեիք, տղեկ։ Չէ, այն ժամանակ իրենք զբաղված էին, դուք հետ Փաշինյանին ու իշխանություններին առասակ թիկունքից խփել կառավարությունը, որ սրանց տակից դժվարությամբ դուրս գա կամ առասակ չկարենան դուրս գա։ Գնել ջան։ Ներողություն ժողովուրդ ջան, Փաշինյանը ես դու բոլորս անցողիկ մարդիկ ենք, հա։ Փաշինյանի խնդիրը չի։ Երկրի խնդիրն է ու Լեռնային Ղարաբաղում ես էլ դու էլ մեր բոլոր 1900 սրա ժամանակ Իրանք ստեղ ճանապարհներ են փակել, ես հիշում եմ, Պագրիշկեկ էին հավաքել այստեղ, ես եմ ընկել մանեկել բան արել, ուղարկել, ես ու իմ ընկերների հետ, որ ես իշտերներ են հավաքել, են իշտեր, որ ճանապարհներին լցնեն բառեր, ախր ես սրա սև գործը տեսել ես։ Հիմա հենց այս օրերին։ Հիմա ես ուզում եմ շարունակեմ հետեւյալը, մենք այս եթերը, մենք ճշմարտությունը շուտվանից իմացող մարդիկ ենք։ Մեր դարդուցավը, մեր մտահոգությունը այն է, որ այդ ձեր նման մարդիկ կան, որոնք չեն ուզում, որ արցախցիները, որոնք 30 տարի փակ տարածքում դիկտատուրայի պայմաններում առանց այլընտրանքային լրատվամիջոց չնայած նույն վիճակում մենք ենք ապրել հարուն արդյունքում, բայց գոնե մենք այս համայի եղանակներում մի քիչ աշխարհի հետ շատ ենք շփվել, մի քիչ շատ բան ենք իմացել, այս ամեն ինչի մասին շատ շուտ ենք իմացել։ Հիմա ասենք Ռուսաստանի Դաշնության նախագահը, ես ինչու ես հաղորդում ուզեցա անենք, որովհետև տեսա դերարումներ, տեսակ Վլադիմիր Պուտինը դեմ արդեն Նիկոլ Փաշինյանին ասեց, որ 2022 թվականի դու ճանաչել ես, դե ինչ անեմ, բա մենք էլ հարց ենք տալիս։ Բա այդ սուտը պետք է
ասվի որ սուտա թե չէ, Արցախցին պետք է իմանա թե իր տունը երբանից է քանդվել, երբանից են գումար խաղացել, ովքեր են գումար խաղացել իր տան վրա, ովքեր են իրանից պահել այս հաստատքները գաղտնի, որ ասենք Արցախցին, որին այսօր ուզում են օգտագործեն, կամ նույն հայաստանցի ասած, Հայաստանում էլ Արցախցի ասում ենք, այն խմբերը, որոնց օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ հիմա, այս ստերի լսելով գլուխները, ասենք, այս մարդիկ ինչի չեն իմացել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը շուտվանից ստորագրել են, որ գնային 2008 թվականին ով էր, դեռևս Արկադի Ղուկասյանն էր, գնային բկից բռնեին, ասեին Արկադի Ղուկասյան։ Այս մեր բարեկամ Ռուսաստանը առավոտից իրիկու ռուսի կենացն ենք խմում, Պուտինի կենացն ենք խմում ամեն առիթի։ Այս ինչ են ստորագրել Ադրբեջանի հետ, ինչի Արցախցին եւ ինչի հայաստանցին չեն իմացել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը այսպեսի թղթեր են ստորագրում։ Իմացել են, չեն իմացել։ Իսկ որն է նպատակը։ Հիմա կարդանք շարունակությունը։ Արցախի հարցը առանձին կետով, ես ասացի, որ ենթադրվում է Արցախի խնդրի լուծումը թողնել ապագային, պահպանելով 20 թվականի նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս քոյի կարգավիճակը եւ այն լուծել ամուր խաղաղության հաստատումից հետո։ Հիմա, երբ որ այս կարգի բաները ստորագրվել են, կամ Ռուսաստանը ինքը Պուտինի գրասենյակը այս փաստաթուղթը տվել է Խովայևից ձեռ, ասել է գնա Բաքու, գնա Երևան, ու դա եղել է Պրահայից առաջ, մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, օգոստոս 3 ամիս սեպտեմբեր, հոկտեմբերի 7-ին, 2 ամիս առաջ, 2 ամիս առաջ, որ Պրահան չի եղել, Նիկոլ Փաշինյանը Պրահայում չի ճանաչել, բայց թուղթն ինչ է, այսուր ես եկել այս թղթով, ըստ որում մի բան ասեն էլի, Սոչիի հանդիպում տեղի ունեցավ Պրահայից հետո, բայց մի հատ փաստաթուղթ մինչև վերջ կարդանք էլի, ժողովուրդը էլ իմանա, թե մինչև Պրահան Ռուսաստանը ինչ էր առաջարկում արցախցիներին։ Ռուսաստանը առաջարկում էր, ասում էր, եկեք Արցախի կարգավիճակը տեղափոխենք ապագա, իրար հետ մի վիճեք հայեր եւ ադրբեջանցիներ, մենք կամրապնդենք խաղաղությունը, նոր դրանից հետո կքննարկենք։ Սա ուշադիր եղեք ժողովուրդ, որտեղ սա կարևոր է, սա այս միտքը հիշեք։ Իրանք ասել, որտեղ թե իրանք որ թվականին որ դարում կկայունացնեին խաղաղությունը, լավ ենթադրենք 200 տարի հետո, ենթադրենք 20 տարի հետո։ Հետո ասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև այդ կոմունիկացիաների բացումը արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով երակողմ ներկայության։ Այս մասին բանին, այս տարբերակն ասել։ Ուշադրություն դարձրեք։ Փաստաթղթում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 9-րդ կետում առաջին բառը սկսում ասում տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները բացենք, հետո նոր այդ թվում Սյունիքով տանկ ճանապարհ, չասում եկեք չի ասում, Հայաստանի տարածքով տանկ ճանապարհ ու Ադրբեջանի կապի Նախիջևանի հետ։ Ու Հայաստանը միշտ ասել է, այս ինչ եք առանձնացնում այս կետը Զանգեզուրի Միջանցք անուն դնելով, ինչ եք առանձնացնում, չէ՞ որ դա բոլոր ճանապարհներին է վերաբերում, պետք է բոլորը բացվեն, պետք է բացվի Ղազախը, պետք է բացվի Սադարակը։ Ասես Փաշինյանը բերանացի է։ Հիմա բայց ինչ է նա Խովայևի ձեռը տվել այս թուղթը Վլադիմիր Պուտինը, մինչև Պրագան, ու ասել է առաջինը բացվում է Միջանցքը, հետո նոր Հայաստանի շրջափակում։ Այսինքն իրանք նորից խախտել են նոյեմբերի 9-ի գրածը։ Բայց անցնենք առաջ։ Երկու հանրապետությունների նորից ցիտում եմ ժողովրդան, մեջ բերում եմ արտահոսքը։ Երկու հանրապետությունների, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր կոմունիկացիաների բացում, բոլոր բացող կոմունիկացիաները վերահսկվում են բացառապես Ադրբեջանի եւ Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների, որտեղով անցնում են դրանք, այսինքն երակող ներկայություն չի նախատեսվում, բարձրապես ընդհանուր հիվանդներով կոմունիկացիաներ։ Երկու հանրապետությունների միջև սահմանագծման եւ սահմանազատման իրականացում ինչ հիմքով հայտնի չի, սա արդեն արտահոսքի մեկնաբանությունն է։ Միմյանց տարածքային ամբողջականության ընդունում եւ տարածքային հավակնությունների բացառում, էս էլ է եղել Խովայևի պլանում։ Այսինքն միմյանց նկատմամբ որ ոչ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իրարից տարածք չեն պահանջում եւ չեն ասում որ Ղարաբաղը մերն է կամ մերը չի։ Հիմա Արցախի հարցը այս տարբերակում առհասարակ ընդգրկված չէ։ Ուշադրություն դարձրեք, սա 168 ժամի արտահոսքն եմ կարդում։ Static news-ը, այո, որը Խովայևից հետ կապ ունի, ասեմ ձեզ։ Այդ ուտեչկան եկել աստեղ։ Հիմա ժողովուրդ ջան, Արցախի հարցը այս տարբերակում առհասարակ ընդգծված չէ, ասել գրել է Սաթիկը։ Հիմա ճիշտ է, Սաթիկի թերթն է այսօր ասում Նիկոլը ճանաչեց Պրահայում, բայց ինքը տպել է սա, որ Խովայևը, որ պլանը բերել է օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին Ադրբեջան ու Հայաստան, այդ պլանում Արցախի հարցը չի եղել, այդ պլանում մենակ եղել է ճանապարհների հարցը, այդ պլանում խախտված է նոյեմբերի 9-ի հերթականությունը, որ սկզբից մի հատ մեր ախպեր Զանգեզուրի միջանցք տանք, հետո նոր ճանապարհներ բացենք։ Ճանապարհները կբացենք, գերիներին կբերենք, ինչ կանենք, այդ սա հետո։ Սա եղել է, այս բոլորը եղել է մինչև Պրահան։ Այս բոլորը գրել է Վլադիմիր Պուտինը։ Հիմա ասենք բացատրեք ինձ, սիրենք Նիկոլ Փաշինյանի փոխարեն թող լինի Ռոբերտ Քոչարյանը։ Կանգնենք ասենք Պրահայում արվել է ամեն ինչը։ Բա որ Պրահայում արվել է, քան թուղթ խի են ստորագրել։ Այս քան թուղթ մինչև Պրահան որը եղել է թե ոնց պետք է լուծվի Ղարաբաղի հակամարտությունը, որը եղել է այն մասին, թե ոնց պետք է վարվեն Ադրբեջանն ու Հայաստանը, զտում անեն եւ այլ։ Այդ էլ հո Պրահայից առաջ է եղել։ Ասենք Պրահան
ինչ կապ ունի այս ամեն ինչի մեջ։ Սա առաջի դեպքը չի, եւ վերջի բանը ես ուզում եմ այս փաստաթուղթներ բանանենք ու անցնենք արդեն այն մյուս հարցերին քննարկելու։ 20 թվականի պատերազմից հետո Դուք ես ամեն ինչը այսօր քննարկենք։ Չէ, մենք կարող քննարկենք։ ենք վաղը ավելի տեխնիկապես զինված կլինենք։ Բայց այս մեկը անեքսացիա այդ ոմանց համար ես հասկանում եմ, որ Վլադիմիրովիչը դա համարյա Հիսուս Քրիստոսի նման մարդ է, կամ նրանից հետո առանձին աստվածություն։ Ասենք ինքը միշտ ճիշտ է, բայց այս միակ դեպքը չի, որ ինքը Նիկոլ Փաշինյանի երեսին կանգնել է ու սուտ ասել, դե դու ինչ արենք, դուք Պրահայում ճանաչեցիք։ Մա Ժորժ ջան, Նիկոլ Փաշինյանին մի կողմ դնենք։ Ես ես ասացի այն փաստաթղթերը, որոնք նույնիսկ ստորագրվել են մինչև Նիկոլ Փաշինյանի գոյությունը, քաղաքական գոյությունը, քաղաքական դաշտում։ Եղել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու մասին, ասենք ինչ հեքիաթի մասին է պատմում Վլադիմիր Պուտինը, եւ ինչու չի կարողանում Նիկոլ Փաշինյանը դրան կամ ինչու նպատակարար չի անում դրան մինչև վերջ պատասխանի ասի, էս արել, սա թողենք առանձին հարց է, միգուցե մեր համար հեշտ է որպես փորձագետ ասել է, միգուցե այնտեղ այնուամենայնիվ կա ինչ-որ լիմիտներ, որից չես ուզում, միգուցե պարոն Փաշինյանը ինքը նույնիսկ տեղյակ չի այսքանից, որտեղ միջպետական պայմանագրերն էլ մի բացառեք, բայց բոլոր դեպքերում առաջի դեպքը չի, կներես, ձերն եմ անդրադառնում։ Հիմա Ժորժ ջան, առաջի դեպքը չի, որ ինքը ստում է։ Ինքը 2020 թվականի նոյեմբերին ասուլիս մի հատ ասուլիս տվեց, որտեղ բոլորի շոկի մատնեց, որ ասեց այո, Ղարաբաղը միջազգային իրավունքի առումով պատկանում է ուրեմն Ադրբեջանին, դա էլ եղել չէ, Պրահայից 2 տարի առաջ, դա էլ ինքն է ասել։ Դա Նիկոլ Փաշինյանը չի ասել։ Նիկոլ Փաշինյանը կողքը չի եղել, ինքը ասուլիս էր տալի իր համար։ Դե զարմացած մի բան ասեց, դե վայ, ես զարմացած եմ, թե ինչի Հայաստանի Հանրապետության վարչապետը հոկտեմբերի 19-ի առաջարկությունը չընդունեց Ղարաբաղի պատերազմը կանգնացնելու։ Այ որ պահած էին եղել Շուշին ձերը կլներ, այս սուտն ասեց, Շուշին ձերը կլներ։ Եվ ցավում եմ, բայց նախկինում ասում եմ մեղադրում հայկական կողմին, որ դե եթե շուտ համաձայն այստեղ ասում են ձայնը կտրտվում է։ Դայնեկտար։ Ինչ անենք ժողովուրդ ջան։ Լսում եք հիմա։ Արձագանքեք։ Մի րոպե, ախր սանգում են։ Ես մի հատ առանձին հեռախոս եմ պահելու եթերների համար։ Այն օրերից է ցենց պատահեցել Իգնել ջան։ Ինչ անենք, դուրս գանք նորից։ Լավ, այդ կարելի է հաջորդ եթերին թողել։ Մոտեցեք, այս ձայնի պատճառով։ Այսքան սա թողնենք։ Հետո։ Հա, բայց դա կարևոր է։ Հատեսրամաշարի առանձին։ Ձայնը կտրտվում է, չի կտրտվում, հիմա լավ է։ Հիմա լավ է։ Ժորժ ջան, ահա, դե լավ, ամփոփենք այս։ Ժորժ ջան, ամեն մեկը որ մի հատ դուրս գաք, մտնեք կընկնի, հենա արանել, ասում եմ լավ է արդեն։ Այդ երևի զանգի է։ Հիմա նայեք, առաջի անգամ չի որ Վլադիմիր Պուտինը սուտ ասում հրապարակավ։ Ու նոյեմբերից հետո եւ որ այդ ասուլիսը տվեց, որտեղ ասեց, որ դե Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, ինչի եք մեղադրում, Նիկոլ Փաշինյանը իհարկե ինքը զարմանում է, թե ինչի Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց բանին հոկտեմբերի 19-ին կհիշեք Ռուսաստանը առաջարկություն էր ներկայացրել, ավելի ճիշտ Ադրբեջանի վերջնագիր ներկայացրել, որ կանգնացնեն, բայց հոկտեմբերի 19-ին ներկայացված առաջարկում եղել էր իբրև թե Շուշի միայն ադրբեջանցիների վերադարձ, հիշում ես։ Ինքը ասում էր դե այն ժամանակ ուղղակի ադրբեջանցիները 90% 90% ադրբեջանցիներով էր բնակեցվելու։ Սերժ ասաց թազա ռեֆերենդում անել։ Հա, բայց նայեք, ուրեմն մի հատ էլ սուտ ասեց այդտեղ, ասեց նախկինում ոչ մի կարգավորման տարբերակում չի եղել Շուշիի շրջանը Ադրբեջանի հանձնելու պահանջում։ Մի կողմից իբր թե Հայաստանն էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, որ առաջին արձագանքը է եղել, որ բայց մյուս կողմից ուզում ասի այնքան վատ որոշում ա կայացրել, որ նախկինում այս բանը չի եղել, բայց հիմա ցավոք սրտի դուք Շուշին էլ կորցրեցիք։ Այ կարայիք չկորցնեիք, եթե ավելի շուտ համաձայնեիք։ Ուրեմն նախ այդտեղ էլ ասում ասում։ Եվ գիտեք ամենավատը որն էր, որ մեր արտգործնախարարը այդ ժամանակվա չգիտես ինչի չհասկացա էլի, ասենք Զորա Պնացականյանը ինչի հաստատեց դա։ Այն դեպքում եւ որ Ղարաբաղի անկարգավորման այս փաթեթը, որը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այսինքն գաղտնազերծված փաստաթղթերից մեկն է, մեղրի տարբերակը Ժորժը։ Մինչեւ հիմա ինքը տեղադրված է կառավարության կայքում։ Ես սա տպել եմ, ճիշտ այնպես ինչպես նրանք տպել էի Կրեմլի կայքից, սա էլ տպել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքից։ Այս փաստաթղթում սա այդ տղրահարչակ Մեղրին Ղարաբաղի դիմաց, Լաչինի դիմաց փոխանակելու ծրագիրն է։ Հիմա կարդում ենք այդտեղից մի րոպե ոնց որ էլի ձայնը ձայն կա։ Չէ, լավ է։ Ժորժ ջան, ուրեմն ամեն մեկիդ մոտ ձեր մոտ մի հատ դուրսում ներս եք անում։ Դուրսում ներս եք անում։ Հիմա տեսեք, ստեղ գրում է։ Հիմա ես այստեղից մի հատ հոդված եմ կարդում։ Որը բանակցվել է այն ժամանակ, երբ որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետն էր։ Իմիջայլոց 99 թվական։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետը չէր։ Դե վարչապետը 90 թվականին, հա, դեռ բանը չկար։ Հիմա հոդված առաջին այս տարբերակը պատրաստվել է Վլադիմիր Պուտինի ղեկավարման օրոք։
Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը լղիմ Շուշի շրջանում Լաչինի շրջանը 88 թվականի եղած համանուն ինչպես նշված է ահավելածում փոխանցում են Հայաստանի Հանրապետությանը բայց մի րոպե մի վայրկյան այստեղ ուրիշ պահ կա մի վայրկյան սա բանի հիմա նայեք հիմա ես հարց եմ տալիս գրածա լղիմը Եվ Շուշի շրջանի Լաչին, այսինքն Շուշին ու Լաչինը առանձնացրած է լղիմից։ Հիմա հարց եմ տալի, էդու մեր պատկանում Շուշի շրջանը, որը Վլադիմիր Պուտինի օրոք պատրաստված բանով մեզ էին տալիս նրա դիմաց, որ մենք իրանց տալիս էինք Մեղրին։ Ասենք սա անգամ ասեք Հայաստանը, Երևանն ու Հոկտեմբերյանը, չէ՞, այս ստորակետներ դրել, բա եթե ասես Հայաստանը են այնի հետ։ Ակնհայտ է, այս հարցի միջայլուց ես առաջի անգամ լսեցի Փաշինյանից, որովհետև ինքը դա ընդհանուր մեջ ասեց, «Խի էդու մեր պատկանում Լեռնային Ղարաբաղը, որ անդադ մեղադրում էին, որ բանալ։ Ասում եմ, իսկ ում էր պատկանում Լեռնային Ղարաբաղը, որ նա պետք է մեզ տար։ Չէ, Շուշին։ Ղարաբաղի համար ինքը ասում։ Ինքը ասում էր, «Էդում է պատկանում ելակետում, սկզբում, էդում ձեռին է Ղարաբաղը, եթե մենք մեզ պետք է տանք, ինչի ենք տենց գրում։ Եթե ուրիշը պետք է մեզ տա, ապա էդով է այդ տերը, որ մեզ պետք է տա լղիմը, որ մենք իր դիմաց տանք 7 շրջան։ Հիմա նույն հարցի շրջանակներում Վլադիմիր Պուտինի օրոք պատրաստված թղթում, էդում է պատկանում Շուշիի շրջանը, որը պետք է մեզ տային։ Փոխանցեին մեզ լղիմի հետ միասին։ Այսինքն ինքը մտցրած ճիշտ է նկատում։ Ինքը անգամ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում փաթեթի մեջ չի եղել։ Սա միակ դեպքը չի ժողովուրդ ջան 2000 քիվեստի տարբերակում էլ է եղել այս տարբերակը քիվեստի տարբերակում եղել է քիվեստի տարբերակում ես դա բարձ ասեմ Անգլիայում կազմակերպված մի հատ բարձրաստիճան միջոցառում կար իրավունք չունեմ անուններ տալ բայց Ղարաբաղյան խնդրով շատ առանցքային դիվանագետ կավ ասեց Շուշին պետք է հետ տրվի ես ժամանակ եմ մտել որ Շուշին հետ տալու կետ կա բանի մեջ դա 2006 թվականին բան եմ պատմում չէ դերություն 2004 կամ 5 թվականին բան եմ պատմում քիվեստից հետո էր եղել ու Այդ ժամանակ ես հասկացա, որ Շուշին էլ է սա պատմությունը։ Շուշին այլ պատմություն է, Ղարաբաղը այլ պատմություն։ Հա, այնպես որ սա Վլադիմիր Պուտինի առաջի սուտը չի էլի։ Մի հատ էլ նա 20 թվականի նոյեմբերին ստեց, ասեց Շուշին երբեք չի եղել այս փաթեթների մեջ։ Որ չի եղել, հետո էր մեզ վերադարձնում Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Այդ ում է պատկանում Շուշին, որ պետք է մեզ վերադարձնել այն բանի դիմաց, որ մենք իրան տալիս ենք Մեղրին։ Բանը չէ որ դա մեզ չէ պատկանում։ Այստեղ պատահաբար է բանանում, որ դեռ Արցախում այդ շրջափակման օրերին եւ արդեն այստեղ էս վերջերս Վիտալի Բալասանյանը եւ նրան Հարողանձիկ կամ առհասարակ Քոչարյանն Հարողանձիկ հիշեցնում են Թուրքմենչայի պայմանագրի մասին։ Չէ՞ որ Շուշին այդտեղ առանցքային նշանակություն ունի, հենց այդտեղ արենք այդ բաների մեջ։ Դեռ ռազմական գործողություններ ինքը դե բերթակաղաք է, ինքը բերթակաղաք է շատ կարեւոր է ինքը։ Իդեպ մենք իդեպ ես եթերներից մեկում կարդացել եմ Թուրքմենչայի պայմանագիրը, հատուկ իրաց համար հասկացնելու համար, թե առհասարակ ինչքան վատ բան է դա հիշացնելը։ Ու բերել առաջին պլան։ Ազատը հարց ունի, Ազատ, ասեք, ինչ հարց ունեք։ Ուրա որ ասում եք, ասել է որ հարց։ Գնել Ազատը հարց ունի, Ռուզան Օհանջանյանն է գրում։ Հա, չէ, խնդալու բան է գրել։ Okay, հա։ Ժորժ ջան, նենց որ այս սուտը շատ կարևոր է, դրա համար եմ ասում։ Այ եւ որ մենք 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լիարժեք զեկույց ունենայինք, որտեղ մի բաժնում դուք կտեսնեիք, թե մեր դաշնակիցները եւ այլ պետություններ ինչ են խոստացել Ադրբեջանին, Ադրբեջանը դրա դիմաց ինչ է խոստացել այս փաստաթղթերը կնքելով։ Այդ դեպքում այսօր ոչ արցախցիների, ոչ Հայաստանի Հանրապետության հատվածի, որը կուրացած ինչ որ մեղադրանքներ ներկայացնում, ոչ մեկ դրանց ուղեղը չեր լցնի, որ գիտեք, Պրահայում Հայաստանը դավաճանություն է գործել, Հայաստանը ոչ մի դավաճանություն չի գործել։ Հայաստանը առավելագույնն է արել, եւ որ հասկացել է, որ ինքը միջազգային իրավունքի դաշտում միայնակ է, ուրիշ տարբերակ չի մնացել, քան մտածել ցածր նշածողի մասին, շատ ճիշտ հիշեցրեց Գելես Սարգսյանը։ Այդ լավորից չի եղել, որ Հայաստանն ասել են, եթե կդիտարկեք Ղարաբաղը որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում, մենք կօգնենք։ Եթե չէ, գնացեք իրար կերեք։ Էս է եղել մեր առաջադրված խնդիրը։ Հիմա սա այս հարցի պատասխանը ցավում եմ, բայց իշխանությունը վատ է տալիս։ Վատ է տալիս, դրա համար այս թեմաները չեն փակվում։ Այս թեմաները չի կարելի թողել, որ հասարակության ներսը կրծի։ Ասենք մենք ինչի պետք է այս նախընտրական շրջանում ապագայի մասին խոսելուց փոխարեն, հա, դրանց անցյալ են քրքրում, որովհետև անցյալի կեղծիքի վրա այլ երկիր, ստեղ իր մեծ ուժերով մեղադրանք է ներկայացնում ու հիմա նայեք, ասում են Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելություն է գեներացվում։ Ես չեմ ասում այդ տահաճ երևույթի չունենք։ Հայաստանը այդ ցավոք սրտի խնդիրը կա, եւ ցավոք սրտի այդ խնդիրը ունի իր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառները։ Սկսած նրանից, որ Ռոբերտ Քոչարյանի նման մեկը չպետք է գար Ղարաբաղյան կլան ստեղծեր ու այդ անունը վարկաբեկեր հիասթափածներ ամբողջ Ղարաբաղ։ Բայց միևնույնն է, անգամ դու գիտես հիմա Հայաստան դաշինք ստեղծել։ Բայց նայ, հիմա անգամ դու ինքդ էլ գիտես, որպես պատերազմ գնացած մարդ, դու ինքդ գիտես, որ նույնիսկ դա չի ազդել, որ քո նման տղեկը մարդիկ գնան Ղարաբաղը պաշտպանելու։ Բայց տեսեք,
Ռուսաստանը այս կարգի Ռուսաստանի նախագահ այս կարգի ստերում բողոքում ան ուղղակիորեն։ Որտեղ ստերից մի քանի հոգի բռնում են այդ արտահայտությունը, ասում են, ահա, տեսեք Հայաստանը մեզ դավաճանեց։ Տեսեք Հայաստանը, սա ինչ անդազ, եթե չասես, որ սա դրսից հայաստանցի, ղարաբաղցի այս ճեղքի վրա բենզին լցնելու, կրակի վրա բենզին լցնելու քայլ է սա։ Դրա համար այս եթերի նպատակը, որ մենք արեցինք գնել այդ միասին, իրականում այս ճշմարտությունը հասարակությանը հասնելն է, որովհետև մեր ժողովուրդը բարեբախտաբար եւ նաեւ ինչ որ միտեղ ցավոք սրտի մեր էլիտար կոչվող քաղաքական բեռնախավերը շատ ավելի իմաստուն է եւ մենք բոլորս էլ հետևում ենք թե դուք ոնց եք այդ ճշմարտությունը պահում տարբեր տեղերում ու կարևոր է որ այս հեսա հարցին կանդրադառնամ հարցը կա Սաֆարյան ջան դու միտքդ բանալը ես ավարտեցի ուղղակի որովհետեւ այս ամեն ինչի իմանաք Ազատը գրում է դուք իմի ճանաչում եք Արցախի Ադրբեջանի կազմում ուրեմն այ Ազատ այդ հարցի պատասխանը ես 1 միլիարդ անգամ տվել եմ Արցախը իմ պատմական հայրենիքի մասն է իմ պատմական հայրենիքի մեջ շատ տարածքներ են մտնում բայց մինչև քո այս բան մանիպուլյացիոն հարցին պատասխանել ուզում եմ նախ դու մի հարցի պատասխանես իմանամ ինչի հետ եմ դիսկուրսի մեջ մտնում հա դու ում կազմում ես ճանաչում կամ ճանաչել Արցախը Մի հատ այդ հարցին պատասխանի ըստ այդմ ես կխնդրեմ մեր մյուս հետևորդների ներողություն կխնդրեմ մյուս հետևորդներին համբերությունը ճանաչելու համար ու կպատասխանեմ քո հարցին լավ դու ում կազմում ես ճանաչել կամ ճանաչում Արցախը նա դա ասա որովհետև անգամ կարող եմ քեզ հուշել եղել են ժամանակներ որ պարտադրվել ենք առհասարակ ոչ մեկի կազմում չճանաչվել լրիվ անկախ ճանաչում չգիտեմ սենց տարբերակներ կա դու ինքդ մի հատ գնա մտածի այդ հարցին պատասխանի մնացածը կմտնենք այդ ես Ազատին հարց տամ ես եք քեզ Ազատ ջան Եթե հաղթած ժամանակ 30 տարի շարունակ Արցախը ճանաչել ես Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մաս, դա անհերքելի փաստ է։ Հիմա դու ուզում ես որ պարտված վիճակում Գնել Սարգսյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների ում կազմում ճանաչեն եղբայր։ Հարցիդ հարցով եմ պատասխանում։ Դու հաղթած ժամանակ այդ հարցը չես տվել, որ մենք հաղթած ենք, ինչի եք Արցախը մեր հաղթած վիճակում ինչի եք Արցախը ճանաչել Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների մեջ ու քննարկել ընդամենը ինքնորոշման իրավունք որ կարա լինի, կարա չլինի, իսկ եթե չլինի ինքը մնում է շարունակում է մնալ Ադրբեջանի կազմում, էս է եղել խնդրի դրվածքը։ Այդ ինչի 30 տարի հաղթած ժամանակ այդ խնդիրը չեք բարձրացրել։ Ու հիմա եկել եք ասում եք պարտված երկիր, պարտված Հայաստան, գնա Ադրբեջանի բկից բռնի ու Արցախը ուզի։ Ասենք, լավ, ուզեցինք, միջազգային իրավունքն է աշխատում Ազատ ջան, բավական միջազգային իրավունքը աշխատում էր, պետք է գնելի ասած Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրեր հետ շրջեին, Կարսի պայմանագրից չեղարկեին, մենակ այդ չտային մեզ, Սևրի պայմանագիր պետք է լսվում է։ Էլի զանգ եկա։ Ձայնը լսվում է ժողովուրդ։ Մենք էլի զանգ ստացանք։ Հիմա այդ հարցին այ լավ կլինի Ազատը եւ իրան մտածող մարդիկ 30 տարի հաղթած վիճակում ինչի չէիք ասում տղեկ Բա Արցախը որ հաղթել ենք, պատերազմի դաշտում ենք հաղթել, իրավունքի դաշտում ենք հաղթել, բա Արցախն ինչի եք միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի սահմաններում ճանաչել ու ընդամենը ձեր կռիվը նրան արցախցիներին թույլ կտան հանրակրվե անեն, թե չեն անի։ Եթե չանեն, ուրեմն կմնա Ադրբեջանի մեջ։ Սա է եղել կարգավորման բոլոր տարբերակները։ Այստեղ մեզ Գայանեն շատ լավ դիտարկում է անում, իմիջայլոց Գայանե Ներսիսյանը, շնորհակալություն, ասում է շատ գնահատելի է, որ դուք եք նման բարձաբանումներ տալիս, որովհետև իշխանությունը շատ հարցերում կարող է կաշկանդված լինել։ Իհարկե, ես համաձայն եմ, որ շատ հարցերում կարող է կաշկանդված լինել, շատ հարցերում բանը մեդիա տիրույթը, կոնկրետ մեդիա բուլինգի է ենթարկում քաղաքականությանը, ու միշտ չի որ լուսաբանում է Հայաստանի հետաքրքրություններից ելնող կամ Հայաստանի քաղաքացիների հետաքրքրություններից ելնող նյութեր կամ անգամ քննարկումները այդպես ինչ որ շատ սկիսատ պրատ են անցնում եւ շատ ժամանակ հանդիպում ենք երբ որ քննարկման մասնակիցը ավելի շահագրգռված է քան քննարկում կազմակերպողը ինչ որ նյութ լուսաբանելու շրջանակներում չէ դες բաներ տեսնում ենք եւ շնորհակալություն գնահատականի համար բայց եկեք լավ շատ sense բան չանենք խորհելու բան կա այստեղ ժողովուրդ ջան սա չի ամբողջ կապիկությունն ու մեյմունությունը սա մի փոքր մասն է սա մի հատ sense բանա որ էսն անել ուշադրություն դարձրեք բայց առաջիկայում այնքան բաներ կան եւ ոչ միայն Արցախի հարցով ընդ որում ասենք հայաստանյան ներքաղաքական թե նաեւ մեր դիրքորոշումների մասով որովհետեւ այստեղ մի հատ էլի ներկայացնեմ որովհետեւ հայկական վեկտորը այսինքն հայկական կողնորոշումը մտնում է գործողությունների փուլ գործողությունների դաշտ եւ ամեն ինչ չի լինելու միայն այս մակարդակի լինելու են նաեւ հետեւելու են նաեւ ամենատարբեր աշխատանքներ միայն ոչ թե տեղեկացնելու մասին է լինելու այլ անգամ ձեզ առաջարկներ են կանելու եւ անգամ լսելու են ձեր բոլորի առաջարկները իսկ հիմա թույլ տվեք ասել որ
Դվաղը մյուս օրը ապրիլի 4-ին ժամը 11-ին Անի պլազայում կլինի հանդիպում, կլինի ժողով, հա, ոնց ասեցիք այդ բանը, համաժողով, որտեղ կարող եք հրավիրված լինել նաև դուք, եթե դրա մասին նախապես հիմա սրատակ կտեղեկացնեք կամ կփորձեք կապվել մեզ հետ։ Հղումներ նախորդ հրապարակմանս իմեջում Facebook-յան կա ժողովուրդ ջան, շատ շնորհակալ կլինենք։ Դա նրա մասին չի, որ վայ եթե եկաք ուրեմն անպայման մեր թիմից, չէ, դուք կարող եք գալ ծանոթանալ մեր բուն գործունեությանը, հետո իհարկե ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր շարքերում, եթե կստացվի, չի ստացվի, ամեն դեպքում ծանոթ կլինեք մեր բուն ռազմավարությանը, մեր այն ուղղությունները, որոնք որ պահելու ենք մշտապես տեսադաշտում եւ իհարկե զուգահեռաբար այս ֆորմատով մի քիչ ավելի տեխնիկապես քրիստոնեական տեսքի բերած ձևով մեր քաղաքական վեթինգի ենք ենթարկելու առհասարակ ինչ կա չկա, որպեսզի գոնե մեր մակարդակով այդ գիծը քաշվի ու մենք կարողանանք վաղվա մասին հայտեր, հայցեր ու խոսույթ ձևավորել, պահանջներ ձևավորել։ Ընդհանուր առմամբ երևի այսպես, հա, Սաֆարյան ջան, խոսանանք որ երկու խոսք ասեմ, ես նախ առաջին հերթին շնորհակալ եմ ձեզ մեծ համբերության համար, որովհետև երկար ժամանակ ձեր ժամանակը հատկացրել եք այս թեմային հետևելու համար, տեսնում ենք ինչքան շատ ուրեմն միացածներ կան եւ վստահ ենք որ դեռևս շատ մարդիկ դեռ երեկոյան դիտելու են այս եթերը։ Գիտեք, քաղաքականության մեջ մեզ դեռ թող մեր նախաձեռնության դեռ թող բանից մեկը նա է եղել, որ իրանց ձևավորած պահանջը, որ ցավոք սրտի Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ այս խնդիրների մասին կարծես թե չեն խոսում։ Իրար մեղադրանքներ, լավ, քննադատությունը շատ նորմալ է կամ խոսում են շահախնդրորեն, բայց փաստ չեն դնում տակ։ Ուղղակի sense մենք այդ առումով ուզում ենք, որ մեր հասարակությունը նախ առաջին հերթին այլևս երբեք կեղծիքի մեջ չապրի, մեզ 30 տարի բահել են կեղծիքի մեջ ու մենք դրա ապտակը տեսել ենք։ Մենք Արցախում ենք տեսել դրա ապտակը։ Ու եթե շարունակենք էլի թույլ տալ որ կեղծեն իրականությունը, դրսից, ներսից Վլադիմիր Պուտինը կլինի, թե ռուսամետ ուժերը կլինեն, թե պողոսամետ ուժերը կլինեն, ով կլինի։ Ժողովուրդ ջան, ներքին քաղաքական զրույցում դա տան նման մի բան է, պատկերացրեք տանը բոլորն իրար խափեն։ Տան բոլոր անդամները իրար խափեն, բոլորը սուտ ասեն։ Ասենք այդ տանից ինչ կմնա, ոչինչ չի մնա։ Քաղաքականությունն էլ է, պետությունն էլ է տենց մի բան։ Եվ որ մենք թողում ենք սուտը տարածվի, եւ որ մենք թողում ենք որ դրսից այդ սուտը մտնի մեր մեջ, մեզանից շատերի բերաններով շրջանառվի ֆրա մեր ներսում, մենք էլի թույլ ենք տալի այդ կեղծիքի տեղը։ Այսօրվա մեր եթերի նպատակը ուղղակի դա կանխելն էր, որովհետեւ ես ինքս տեսա ու դրա համար գնելին ասեցի, արի այս թեման բան անենք, որովհետեւ մենք դեռ ապագայի հարցեր պիտի քննարկենք։ Վաղը չեմ իսօրը մենք ավելի շատ ապագայի հարցեր պիտի քննարկենք։ Ինչ պետք է լինի մեր տեսլական Հայաստանի մասին, ոնց ենք տեսնում։ Իդեպ Ազատը, քանի որ այդպես քննարկում բորբոքեց, հա, մենք էլ ստեղից իրան հարցեր տվեցինք։ Ահա, պատասխանել է Ազատը։ Ես ճանաչել եմ Արցախը մի րոպե կորավ։ Ոնց հասկացա սովետական միության կազմում։ Գրել էր հելավ վերև։ Հետո մեկնաբանություններում էլի կնայենք։ Ազատ ջան, իսկ սովետական միությունը քո հայրենիքն էր։ Սովետական միությունը կա որ ճանաչել եք դրա կազմում։ Ասենք իսկ ուր է սովետական միությունը։ Հիմա ասենք դուք ինչ եք ասում, ինչ եք առաջարկում, ասենք ով կարող են ճանաչել Հայաստանը սովետական միություն։ Ազատ ջան, բա որ սովետական միությունն էր, միության կազմում էիք ճանաչում։ Բա ինչի՞ չեք Հայաստանի Հանրապետության քաղաքացում ասել եղբայր, մի պահեք Արցախը, մի կոտորեք ձեզ։ Սովետական միությունը կպահի այդ Արցախը։ Բա որ դուք պատկերացնում եք սովետական միության կազմում ու սովետական միության կազմի վերադարձել պատկերացնում եք Արցախի համար։ Ասեիք մենք էլ այս ազգովի այս ողբերգության մեջով չանցնեինք, իմանային որ սովետական միությունը պահում է այդ Արցախը։ Բա այդ Արցախը փոկվեց այդ սովետական միության որոշման պատճառով։ Սովետական միությունը ինքը 89 թվականին, եւ որ արցախցիները Լղիմի ու Շաումյանի գերագույն խորհուրդների այդ համատեղ որոշումներով դիմեցին առաջինը Մոսկվային, ուշադիր եղեք, առաջինը դիմել են Մոսկվային, ասել են անարդար որոշում է, մեզ կպցրեք, մեզ վերամիավորեք Հայաստանի հետ։ Մոսկվան առաջինը մերժել, առաջինը մեզ չի մերժել Ադրբեջանը ընկերներ։ Մեզ առաջինը 89 թվականին Այն որ հիմա ոմանք սրտակ եղեք բան են անում, վայ անկախության հռչակագրում 89 թվականի որոշումը բան Հայաստանի հետ վերամիավորման, ժողովուրդ ջան, կամ Ազատն ասում է ճանաչենք խորհրդային միության կազմում։ Բա առաջինը խորհրդային միությունն է մեզ մերժել, առաջինը այստեղ հարցեր են տալիս, իհարկե ժողովուրդ ջան, գիտեք ես շատ կուզեմ որ ունենանք մի հատ այդպես ձևաչափ, ասենք հստակացնենք ժամային, ասենք օրինակ մի 40 րոպե խոսում ենք, մի 20 րոպե հարցերի ենք պատասխանում, չէ՞, բայց առաջիկայում, որովհետև սենց արդեն կդառնա մի քիչ ուրիշ բան։ Շատ շնորհակալություն հարցեր գելու համար, խնդրում ենք, երբ որ դու բավականից կարելի է հենց այդ ձևաչափը ես խոստանում եմ, քանի որ քո եթերով ագնացել բանը, կապ չունի այդ հարցը թե նույնիսկ իմ վերատարածումով եկած լինի, ես խոստանում եմ այդ հարցին գրավոր պատասխանեմ, բայց լավ բան ես առաջարկում։ Ուղղակի մենք կողմ ենք շփման ու երկխոսության։ Մենք անգամ ձեզ հրավիրում ենք անի
պլազա, նաև հենց դրա Համեցեք, դրա համար ավարտենք սրանով, որ այո, հետագայում նաև այնպես կանենք, որ դուք ավելի ակտիվ մասնակից լինեք զրույցի եւ մենք նաև հարցերին պատասխանենք։ Ցավոք սրտի իմ մոտ այդ բանը կա, բոլորի մոտ կա, եւ որ դու խոսում ես, չես տենում կոմենտները։ Խոսքի մեջ ասեմ, այլ դու կողքից որ կաս, դիտում ես։ Դրա համար այս երկու հոգով եթե մտնելու առավելությունն է, որ կողքից մեկը գոնե ժամանակ առ ժամանակ տեսնում է թե ով ինչ է գրում։ Դրա համար այս ֆորմատը կպահպանենք, այս ֆորմատին կմիանան նաև մեր մյուս գործընկերները։ Իդեպ ասեմ ձեզ, հենց նույն քանի որ Արցախ խնդիր են քննարկվում, պատահական չի, որ նախաձեռնությունը եւ որ հայտարարեցինք, մեր առաջին արձագանքողներից մեկը եղել են տղաներ Արցախից մի խումբ, որոնք մինչև վերջ իրանց պարտեն համարել ճշմարտությունը մինչև վերջի տունը հասցնելը, որ ով է իրանց գցել արցախցիներին։ Սո մինչև վերջի տուն մտանք եւ այդ մարդկանց դուք տեսնելու այդ մարդկանց ներկայացուցիչներին նույնպես տեսնելու եք ապրիլի 4-ին մեր համաժողովում։ Այնպես որ բավականին լայն կոնսոլիդացիա է։ Շատ հետաքրքիր, որտեղ մենք Արցախի խնդրով մենք հիմա փակուղիներ ունենք, մենք ունենք նախկինից եկած ինչ որ process, որը շարունակելը վտանգավոր է, բայց նաեւ մեր նոր մեկնարկետը, մեր նոր առաջարկը ձևավորման փուլում է, մենք չենք շտապում դրա համար, չենք ուզում տրվենք այդ վտանգավոր պոպուլիզմին ռազմայնասիրական, որին որոշ ուժեր, այսպես արցախցիներին վերադարձնելու ենք Հայաստան, Արցախը վերադարձնելու ենք մեզ եւ այլն, չենք ուզում այդ ավանտյուրան բերել, բայց այս բոլոր խնդիրների մասին լսելու համար մենք սիրով ես Գնել Սարգսյանը եւ Անի Ղազարյանը, Դավիթ Բաբայան, Յուրան մյուսները բոլորը ովքեր լինելու են Սամվել Եդիգան, Վարամ Տեպելիկյան, Արամ Եդիգան եւ այլ անուններ չտամ, որովհետեւ լիքը մարդու մոռանալու է Շուշան Ազատյան, բոլորս հրավիրում ենք ձեզ շաբաթ օրը ժամը 11-ին 11-ից մինչև ժամը 2-ը Անի հյուրանոց, Անի Սայատնովայի վրա, Սայատնովա 10-ին հասցեում, Անի սրա, չնայած հյուրանոցը գտնեք, այդտեղ հուշողներ կլինեն որտեղ մոտենակ, բայց ելի մի խնդրանք, քանի որ բոլոր դեպքերում տեղերը սահմանափակ են, եւ որպեսզի մենք ոտի վրա կանգնած այսպես 2 ժամ չլսենք եւ այլն, մենք էլ ենք ուզում հասկանալ, թե ամրագրելու համար նախապես կապվեք կամ այստեղ մենք գիտենք որ ճշմարտության նկատմամբ մեր հասարակությունը բարեբախտաբար պահպանում է իր հետաքրքրությունը մենք գիտենք որ մեր հասարակությունը ինքն էլ Հայաստանի վեկտորի իր փնտրտուքների մեջ է դրա համար ասում ենք ձեզ եկեք եւ միասին ձևավորենք հայկական վեկտորը կսպասենք ձեզ ես խախտում մոտավորապես 14 ուղղություն ունենք խոսելու բայց այդ ամեն ինչը բան չի լինի ճառեր չեն լինելու այնպես որ շարունակենք շաբաթ օրը լավ եղեք ժողովուրդ ջան ամեն ինչ շատ լավ է լինելու գիտեք լավ երեկո ձեզ